Եվ այդ է պատճառը, որ Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտության մասին հայեցակարգը որդեգրելուց հետո հնարավոր դարձավ խաղաղությունը։ Հակառակ դեպքում Ղարաբաղյան շարժումը եւ խաղաղությունը հասկանում եք անհամատեղելի են։ Էլի եմ ասում, մենք նախորդող շրջանում խաղաղություն երբեք չենք ունեցել։ Մենք ունեցել ենք տարբեր ինտենսիվության անընդհատ պատերազմներ, հասկանում եք, անընդհատ պատերազմներ, եւ սրա ապացույցն է այն, որ անկախության առաջին տարուց չի եղել մի տարի, երբ որ մենք սահմանին զոհ չունենանք։ Հայաստան-Ադրբեջան փոխհրաձգության հետևանքով զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Զոհեր եւ վիրավորներ, ոչ թե զոհ եւ վիրավոր, այլ զոհեր եւ վիրավորներ։ Եվ հետեւաբար խաղաղության նկատմամբ հոգ տանելը, խաղաղությունը ինստիտուցիոնալացնելը եւ խաղաղությունը ուժեղացնելը եւ խաղաղությունը հարատև դարձնելը ինքը պահանջում է ոչեշտ քայլեր։ Եվ ես պիտի ուղիղ ասեմ, ծնկի գալով եւ խոնարհվելով մեր բոլոր նահատակների հիշատակի առջև, ես պիտի ասեմ, ես հպարտ եմ, որ այդքան ուժ ունեցել եմ առերեսվել այդ հարցերի հետ, այդքան ուժ ունեցել եմ ասելու բաներ, որ վերջին 100-ամյակների ընթացքում մեր իրականության մեջ ասելը տաբու է եղել։ Եվ սրա շնորհիվ է, որ այսօր մենք ունենք խաղաղություն եւ մենք պետք է ընտրենք, որ ճանապարհով ենք գնում։